Բարև հայ, այսօր օգոստոս 7, 2026 թիվ մի քանի բանի մասին եմ խոսալու և վերջում կարևոր հայտարարություն եմ անելու ուրեմն այս քանի օրվա այս իմ բացակայելը պետք է շուտ եթեր մտնեի, բայց գլուխը շատ խառն էր, դրա մասին հետո Ուրեմն խոսանք այսօրվա այս իրավիճակի ինչ որ Հայաստանում է ստեղծված, հայոց մեծն, ասենց ասեմ, եկեղեցու հոր, հայոց հավատքի մեծն հոր դատավարությունը ու ժողովրդի այս անտեսանելի, այս անտարբերությունը, ասենք, շատ անտարբեր, որոնք որ իրանց հռչակել են քրիստոնյա ժողովուրդ են, փողոցով է թալուց ինչքան վանք տնան խաչ կանեն, մոմավառություն կանեն, մի խոսքով մատաղ կտան, ես իմ ինչ իրանք քրիստոնյա ժողովուրդ են, ոբշմ, բեսամ քրիստոնյա ժողովուրդ ապրում եք, բայց այսօր ձեր հոգևոր առաջնորդին, ասենք, դատում են, ու ասենք նայում եմ մի երևի ոնց ասեմ 500-600 հոգի մարդ ասենք գնացել այդ դատարանի շուրջ հավաքվել ու թույլ են տալի որ ասենք իրանց հոգևոր առաջնորդը գնա ամբողջ հայ ազգի հոգևոր առաջնորդը գնա մտնի դատարան ասենք ես նայում եմ ու ասեմ էսի աբսուրդ է, էսի աբսուրդի ժանրից է ոնց կարա քրիստոնյա ժողովուրդը իրանց հոգևոր առաջնորդին թույլ տա որ տանեն դատարան ասենք նայում եմ ու ասում էսի էս ազգն է էս սրանց համար են էս ասենք էս զոհերը որ մենք ունեցել ենք Արցախյան առաջինից մինչև վերջի պատերազմները այդքան ժողովուրդ, այդքան երեխեք, այդքան տղերք, գյոզալ տղերք մեկը մեկից լավը գնացին զոհան, այս մասայի համար, այս քրիստոնյա աշխարհի համար հպարտանում ենք, մենք ենք առաջի քրիստոնեությունը ընդունել ու այսօր թողում ենք, որ մեր հոգևոր առաջնորդին մտցնեն դատարան։ Աբսուրդի ժանրից է էսի։ Ու չեք էլ հասկանում ինչ եք անում։ Ամենայն դեպս ընդդիմությունը իր հերթին, իշխանությունն իր հերթին, այդ ամենը մի կողմ դրած ժողովուրդը իր հերթին, որ դուք այսօր դաժե թույլ չպետքա տայեք, որ այդ հոգևոր առաջնորդը մտներ դատարան, դատարանի այդ դռները բացեր, մտներ ներս։ Դուք այնքան պետքա այդ մարդուն պահեք, որ ասենք ոչ մեկ ռիսկ չաներ, ասենք իրան դատարան տաներ։ Այսինքն ինքը եկեղեցուց դուրս չպետքա գար, ընդհանրապես։ Դա էլ իր սխալն է։ Ու պլյուս այս ամեն ինչի մեջ խորացած ժողովուրդ, նա եկեք հետ գնանք, մի քիչ հետ գնանք, որ հասկանանք ինչ է կատարվում ընդհանրապես, հիշում եք իրանցի պատմությունը, հող հանձնելու պատմությունը, որ եղավ, իրանց պետք է որ ժողովուրդը շեղվեր այդ ուղղությունից, իրանք շեղեցին, թե հիմա ոնց շեղեցին, ոնց արեցին, սրբազան պայքարը մեջտեղ էլա, որ յանի այդ պայքարը ալիս է, որ իրանցի հողերը չհանձնվի, բայց այդ սրբազան պայքարը տևեց ինչքան երևի մի ամիս ու կես ինչ, տենց մի բան 2 ամիս Երևանում ու ասենք ընդ հողերը հանձնին, պրծան։ Իսկ դուք չեք ուզում այդ նայեք կուլիսների հետևում ինչ է կատարվում, ինչի չեք մատ փորփրում, կարող է սա էլ այնա, որ փաշող լինես դատավարությունը մեջ է բերե, որ Տիգրանաշենը պրոստը նենց հանձնի, որ կռիվ մռիվ, ասենք, բան չլինի, էլի, ասենք, չստե ոնց որ իրանցը հանձնեց։ Չեք ուզում դրա վերաբերյալ, ասենք, մի քիչ ուղեղներդ աշխատացնեք, հասկանաք ինչ է կատարվում, կամ այդ անկլավ կոչյալ են Տաուշի կողմից են գյուղերը հանձնի, ասենք, չեք պատկերացնում, ասենք, ինչ է կատարվում։ Մի հատ հետո առաջ արեք, նայեք, հասկացեք ինչ է կատարվում։ Ես զարմանում եմ, որ ասենք, այս ամեն ինչի մեջ էլի մարդիկ կան, որ հելնում են ու ասում են ինքը սխալներ արել։ Ոնց որ այն նախկիներին կամ ներկաների վրա են գցում, ինքը սխալ, ախպեր իրանք սխալներ են արել, եկեղեցին հենց բան է, երբ որ
թեմի առաջնորդը, հա, հայ ազգի, ասենց ասեմ, հայ ազգի հոգևոր հայրն է ինքը, ամենամեծ պաշտոնն է իրանը, ամենամեծ պաշտոնն է իրա պաշտոնը, որ ինքը կարա ամբողջ ազգին ոտի հանի, ինքը չի անում, ինչի չի անում, ինչից է վախենում, ես չգիտեմ ինչից է վախենում, բայց համենայն դեպս, այն ինչը որ կատարվում է եկեղեցու ներսում, դա եկեղեցունն է, ոչ մի կառավարական, իշխանական, ոչ մի լծակ, դաժե քաղմաս իրավունք չունի մտնի եկեղեցու դռներից ներս, իրանք ունեն իրանց այդ գործակալները, ովքեր որ ասենք պետք է այդ գործողությունը քննեն իրանց ներսում իմ իմանալով, ես կտես գիտեմ, որ ասենք եկեղեցու դռներից ներս ինչ որ կատարվում է, դա իրանց պարտականությունն է հսկեն եւ գնան առաջ։ Այսօր դուք վեկալել եք, հանել եք այդ մարդուն տանում եք, չպաշտպանելով դրան, թողում եք որ ձեր հոգևոր հայրը ամենայն հայոց հոգևոր հայրը, հա, առաջնորդը, հոգևոր առաջնորդին տանում են դատարան, դուք էլ ոչխարի պես ինչ, յանի ինչ, ինչ եք ասում, մեր հոգևոր հայր, հա, օքեյ, ինչ արեցիք, այդ հոգևոր հայրը տարան նստեցրին մեղադորյալի աթոռին այդ հոգևոր հորը, ձեր հոգևոր հորը, ամբողջ հայ ազգի հոգևոր օրը տարա նստեցին մեղադրյալի աթոռին ու դուք ոչ մի գործողություն չարեցիք, դուք տվեցիք այդ ամեն ինչը լինելու, որովհետև բոլորին դա ձեռնտու է, որովհետև սաղդ կամ փիսիկ եք, վախենում եք ինչ-որ գործողություններ անելու, կամ դուք ձեր կյանքը շատ եք սիրում, կամ էլ այնքան փողով տարված եք, որ մենակ այդ խաչը տենալուց եք խաչակնքվում, ուրիշ ոչ մի տեղ, այսինքն դուս է գալի, որ Հայաստանում ոչ մի կուսակցական, ոչ մի կուսակցություն գոյություն չունի, ոչ մի կուսակցական ուժեր գոյություն չունեն եւ դրանք հավասարազոր են 0-ի, այսինքն դուք կաք, բայց դուք բանի պետք չեք, որովհետեւ դուք չեք կարում ձեր հոգևոր առաջնորդին պահապան լինեք, դուք ոնց եք ուզում Հայաստանի սահմանը պաշտպանեք, եթե դուք մի հատ հոգևոր առաջնորդ չեք կարում պաշտպանեք, դուք ոնց եք ուզում Հայաստանի սահմանը պաշտպանեք, ոնց եք դուք կուսակցություն բացում, ձեզով է թույլ տալի, որ դուք կուսակցություն բացեք, ով, ում որ ձեռնտու է, որ դուք լինեք, ուրեմն դուք էլ եք իրանց մարդիկ, հիմա, եկանք հասան գնդե, որ դուք էլ եք իրանց մարդիկ, իմ իմանալով, ես իշքան իմ ուղեղը հասկանում է, եթե սխալ կլինեմ, գրեք մեկնաբանությունների մեջ, փորձենք հասկանանք, կարող է ես սխալ եմ, տեղեկություն չունեմ ընդհանրապես, համենայն դեպս ես որտեղ որ ապրում եմ, ստեղի գաղափարը կամ ստեղի իրականությունը սենց է, եթե ինչ-որ մեկը ուզում է ինչ-որ մի բան բացի, դիմում է պետության, կառավարման ինչ-որ կենտրոն, հա, այս դեպքում ես ուզում եմ խոսամ դաշնակցականների բացված ճամբարի մասին, եթե դուք Նիկոլի հետ չեք, դաշնակցականներ, դուք ձեր ճամբարն եք բացել ու հլը էսի առաջի անգամ հիմա ես եմ խոսում, որովհետև սրա մասին հլը որ ոչ մեկ չի խոսացել, ու հետևում եմ ու աբսուրդ ժանր սս նայում, ասում եմ լավ, սրանք վրոդիբի ընդդիմություն են, դաշնակցական կուսակցությունը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, որտեղ որ ԿՊ-ականներն են զավթե իշխանությունը, որտեղ որ բոլոր կառավարման շրջանները պատկանում են ԿՊ-ականներին, այսինքն Փաշօղլուն, դաշնակցությունը բացում է ճամբար, որտեղ որ պետքա դասավանդի երեխեքին ազգայնական գաղափար, հա, պատմություն ու սենց, ու ես հարց եմ տալի անձամբ ինքս ինձ, Մանուկ ջան, այս դաշնակցությունը, երբ որ հայցա ներկայացրե, ճամբար բացելու համար, ճիշտ է, գնացել է, մտել է կրթության գիտության նախարարություն, հայցա ներկայացրե, որ ես ուզում եմ ճամբար բացեմ, ու իրան այդ իրավունքը տվել են, դրանից հետո ինքը գնացել է, մտել է, ասենք, սնունդի կառավարման այդ, չգիտեմ, այդ նախարարությունը, ընդեղ էլ են իրան իրավունք տվել, որովհետև ամեն ինչը հսկվում է, եթե դու մի բան բացում ես, ճամբարա, մանկապարտեզա, սովորական դպրոցա, սնունդ բուֆետ, եթե կա այդ անտեր տեղը, սնունդի նախարարությունը պետք է հսկի, որ հանգարց թունավոր ուտելիք չտաց այդ երեխեքին, նամանավան երեխեքի վերաբերյալ,
Պլյուս դրան դու կառավարությունից պետք է ստանաս թույլատրություն, որ այդ ամեն ինչը կարողանաս բան անես, աշխատացնես, չէ՞։ Այսինքն 3 պլյուս մի հատ էլ այնտեղ ապահովագրություն էս կոմենկոմ 4 պետական կառավարման, ասենք, միջոցները, պլյուս դրա հետ միասին ապահովումը, ասենք security-ն այդ ամեն ինչը, ասենք, պետք է պահպանվի, չէ՞, ապահովված լինի ամեն ինչով։ Ու դու այդ բոլոր լայսենսները վերցնում ես, իրավունքները վերցնում ես, ու բացում ես մի կրթական ճամբար, որտեղ որ դու ազգայնականություն ես սերմանում երեխեքի մեջ։ Ձեզ դաշնակցություն, եթե դուք նիկոլական չեք, ո՞նց են այդ իրավունքները տվել։ Ես կուզեմ, որ բոլորը ձեր մեկնաբանությունները գրեք այս տեսաուղերձի տակ, որ մի հատ հասկանանք, ժողովուրդ, ո՞նց է լինում։ Դաշնակցականը ընդդիմադիր է այսօր, թե դիմադիր է։ Այսինքն ինչ է կատարվում։ Կարող է ես սխալ եմ, կարող է ոչ մի թույլտվություն պետք չի ճամբար բացելու համար։ Պես բան չկա աշխարհում։ Կրթական օջախ եթե բացվում է, պարտադիր թույլտվությունները պետքա լինի։ Ես ուզում եմ հասկանամ, կարող է սխալ եմ եմ ասում։ Եթե ես սխալ լինեմ, ես ներողություն կխնդրեմ, խնդիր չկա։ Բայց ոնց կարա տես բան լինի, եթե դուք նիկոլական չեք։ Նիկոլը այսօր հայոց թեմի առաջնորդին է դատում ու եթե չեմ սխալվում, ասեց հերթը դաշնակներին է գալու, բայց դա ուղղակի ժողովրդին մանիպուլյացիա անելու ինչ-որ մի ձև են որոնել, մտել են այդ տարածքը, որ ժողովրդին շեղեն ու իրանք կուլիսների հետևում անեն այն դավաճանական գործերը, որը որ արեցին իրանցի ժամանակ։ Հիմա հայոց հայրապետին բերել են, մտցրել են դատարան, դուք էտիկուլ եք տվել, նախ դուք արդեն թքիկ փայտիկին, Աստված ոչ մեկի չի ներելու դա, անկախ ամեն ինչից, այդ մարդը եթե ինչ-որ միտեղ էլ սխալ է արել, ինքը Աստծու դատաստանին է արժանանալու, ոչ թե ձեր դատաստանին, դուք իրավունք չունեք հայոց թեմի առաջնորդին, հայոց ամենամեծ հորը դատեք, դուք այդ իրավունքը ոչ մեկ ձեզ չի տվել, սահմանադրություն խախտելով դուք անում եք այդ ամեն ինչը։ Այն ինչը իր սխալն է, ինքը պատասխանատու է լինելու դրա համար, երբ որ ինքը գնա վերև, այնտեղ կանչելու է, ասի լարիստե արա, այս ինչեր է սարը։ Բայց դուք իրավունք չունեք իրան դատելու։ Ու դուք չկարողացաք պահեք մի հատ հոգևոր հայր, ամբողջ հայ ազգի հոգևոր հորը տանում են դատարան, դուք չկարողացաք պաշտպանել դրան։ Պլյուս դաշնակցականները, պլյուս էդի։ Ու ինչ ա դուս գալի, որ դուք բոլորը փուչիկ եք կարատե գտնվածներդ։ Իմ ընկերներից մեկը լավ բառեր էր գրել, որ դուք ուղղակի կապիկներ եք, տարածված կապիկներ, որի քոքը պետք է կտրվի, արմատախիլ պետք է արվի, ձեզ բոլորիդ պետք է արմատախիլ, դուք պետք է գնաք DNK-ի թեստ տաք, թե դուք հայ եք, թե չէ։ Որովհետև վստահ եմ, եթե իրական հայի գենն է մեջը, արունկ է մեջը, ֆռացող հայի, նա չէր կարա թույլ տար, որ իր հոգևոր առաջնորդին տանեն մտցնեն դատարան, դատեն։ Զենքով կպաշտպաներ իր սուրբ եկեղեցին, մայրաթոր սուրբ էշմիածինը, որտեղ որ նստում է հոգևոր հայրը։ Էս ինչ եք անում։ Հետո էլ ասում եք դուք եք ճիշտ ճանապարհը, անհատներդ։ Ձեր մեջ ճշտություն չկա։ Դուք եթե ճիշտը լեք, էլ եմ ասում, մի հատ հոգևոր առաջնորդ պետք է պաշտպանեք։ Հելնեիք ժողովրդով ոտի, այդ հայ փագեք, ասեք մենք մեր հոգևոր առաջնորդին, մեր ամբողջ հայ ազգի հոգևոր հորը մենք չենք թողում, որ նա դատարան մտնի։ Միայն մեր մարմինների վրայով։ Այդ է կասեի արա հալալ է այս ազգին։ Արա այս ինչ եք անում։ Հիմա հետ եմ գալիս թե Լոս Անջելեսում ինչ-որ մի հատ զոմբի է հայտնվել, անցած անգամ վիդեոն եմ լսում ու Լոս Անջելեսի հայերին շուտվա եկածներին կամ նոր եկածներին ասում խի եք մեղադրում ես կոմենկոմ, այդ ամեն ինչը մի կողմ։ Հիմա ես պատասխան եմ տալի։ Նոր եկածների 75%-ը
Նիկոլ ընտրողներն են, Փաշողլի ընտրողներն են, ովքեր որ եկել են ստեղ ու սկսել են Նիկոլի վրա բողոք գրել, որ Նիկոլը իրանց ճնշում է, որ ստե ապաստարան ստանան։ Կամ այստեղից հիմա 18+ գյոթերն ու լեսբիանքերն են, ով որ եկել մտել են ստե, Հայաստանում չասելով, որ իրանք գյոթ են կամ լեսբիանկա են, եկել են ստե, այտենց հայց են ներկայացրել, որ բանը ապաստարան ստանան։ Պլյուս ես անուն էլ կասեմ դրա, անունը Ռոմիկ, ազգանունը չեմ հիշում, որովհետև այտենց մարդ չի, որ ես իր ազգանունը հիշեմ։ Դու տղա ջան, քեզ հիմա ես բան չեմ ասում։ Երբ որ դու կհելնես ներողություն կխնդրես Սրբազանից, Պարքև Սրբազանից, դու շատ փոքր մարդ ես, որ Պարքև Սրբազանին հանգարց ու քննադատ ես։ Ինքդ, որովհետև Պարքև Սրբազանը այնքան գործեր ունի արած Արցախի համար, Արցախահայության համար, մեր համար, որ դու շատ լպրծուն կենթանի կլինես, եթե դու նրանից ներողություն չխնդրես քո հոլովակի համար։ Ես քեզ ժամանակ եմ տալի, եթե չէ, ուրեմն իմացի լոսում, մենք կբացահայտենք, թե դու ով ես, ինչ քեյսով ես հիմա ներս հայտնվե, ու իմացի մի բան, որ մենք, եթե 10-20 սիթիզեններով Ամերիկայի քաղաքացի լինելով հանդերձ, քո դեմ բողոք ներկայացրեցինք, որ դու ստախոս բանսարկու ես, քեզ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կվտարեն։ Սա քեզ ուղակի ասում եմ, որ դու ներողություն խնդրես Արցախի թեմի առաջնորդից, Պարքև Սրբազանից, քո պոռոտախոսության համար։ Սա սենց ուղակի ոչ վիրավորելով ու քեզ բացատրություն տալով, թե մենք խի ենք նորեկած հայերին բան ասում, որովհետև նրանք Նիկոլ Փաշողլի ընտրողներն են, ովքեր որ այսօր եկել են ստե, նստել են մեր վզին, մենք թաքս ենք տալի, իրանք ուտում են վելֆեր ու ես իմ ինչ ստանալով, բոլոր օգնությունները ստանալով։ Հիմա պատասխանը ստացար Ռոմիկ, ազգանունը չեմ հիշում, որ վիդեոս հանգարց հասնի ականջիդ, հեռախոսիս համարը կա նախորդ վիդեոներից մեջ, եթե բանկ ունենաս ինձ ասելու, կզանգես կասես։ Իսկ դու շատ փոքր մարդ ես, որ դու կարողանաս ինձ բան ասես, այս երկրի մեջ։ Ինչա կատարվում, արա։ Մնում էր լոսում Նիկոլա զոմբիները հելեն, ասենք, բաներ խոսան։ Խելոք մնացեք, տեղներդ մնացեք։ Դուք փուչիկ եք ստեղ, այսենց, բոզի դեմ բոզությունը դա արքայություն է, իմացեք։ Հել է Պարքև Սրբազանի անունն է տալի, տո, էլ եմ ասում, չեմ ուզում վիրավորեմ հիմա քեզ, բայց խելքդ գլուխդ հավաքի, հելի ու ներողություն խնդրի Պարքև Սրբազանից, որովհետև դու այդքան չկաս, որ իրան վիրավորես։ Եղավ։ Ժողովուրդ ջան, հայ, այսինքն ոչ թե ժողովուրդ ջան։ Ուրեմն ուրախալի լուրը ինչի մասին ուզում եմ որ տեղյակ լինեք, իմ կոչերից արդեն դուք հասկացաք, մենք գաղափարը, մեր մոտ շարժը սկսվել է, մենք հավաքվում ենք, մենք կանք ու սկսելու ենք արդեն երևի մի քանի օրից ամենաուշը, ու որ չեմ ուզում ասեմ, որովհետև հիմա աշխատում ենք, աշխատանքներ ա գնում, որ հարթակները լինի, հետո այդ մարդկանց ինտերվյուները լինի, ինչի համար են մենք ընտրե, ինչի համար են այդ գաղափարի շուրջ համախմբվում ու հետագա մեր, ասենք այդ մենք շարժումը սփյուռքա հայության մեջ, որ մենք սկսում ենք, այդ շարժումը մեզ տալու է այն ինչը որ մենք բոլորս ենք ուզում, որ մեր բոլորի ձայները ոչ թե անհատի կողքը լինի, այլ լինի մենք գաղափարի խորհրդի մեջ, որտեղ որ որոշվելու է, թե ով է լինելու առաջնորդ կամ ում հետևից են գնալու, բայց մեր խորհուրդներով, մեր ամեն ինչով, այսինքն ձեռը ձեռ ալվում, երկու ձեռը երես ալվում, 10 ձեռը դուրս է դառնում ու մարդկանց դեմ պայքար է սկսում։
այսքան բան է, այս ուրախալի լուրն էի ուզում ասեի, կայքերի մասին մենք հետո արդեն որ կայքերը անունը այդ ամեն ինչը ստեղծվի ու սկսենք արդեն մեր կայքերը ասել արդեն ովքեր որ մենք գաղափարի համախոհներն են, իմ հեռախոսի համարը կա ամենտեղ, կարող եք կապնվել իմ հետ, եթե ցանկություն ունեք մեր մի մասնիկը լինելու ու հայ ազգի փրկությունը դառնալու, մենք բոլորս շատ ուրախ կլինենք ձեզ տեսնելու մեր շարքերում։ Այսքանով ավարտում եմ խոսքս, Աստված օրհնի իմ հայոց օջախը, հայրենիքս ու ինչ ասեմ, իրական հայերին, ովքեր որ մտածում են հայրենիքի համար, լինելով Սփյուռքում։ Շնորհակալություն կհայտնեմ բոլոր նրանց, ովքեր որ տեսա ուղերձս կիսվեն իրանց էջերում, ինչ ասեմ, մինչ նոր հանդիպում, մինչ մյուս եթերս, հաջողություն ձեզ։